Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց իրավապահները նախօրեին քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն Վարդան Ղուկասյանը եւ եւս 7 հոգի, այդ թվում Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ձերբակալվել են 4 միլիոն դրամ կաշառք ստանալու համար։ Գյումրիի քաղաքապետը չի ընդունում իր մեղադրանքը։ Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունից նշում են, որ Վրաստանի պաշտպանության նախարարը Հայաստան է եկել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով։ ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակված կադրերում երևում է, որ հայ-վրացիական սահմանին վրացի նախարարի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արամ Սարգսյանը։ Մահացել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ավետյանը։ Տեղեկությունը հայտնում է Վարդենիսի համայնքապետարանը։ Ավետյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 18-ին, 2022 թվականից Վարդենիսի համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավարն էր, ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա։ Արմեն Ավետյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, իսկ ուղարկավորությունը հոկտեմբերի 22-ին։ Բելարուսական ՍՏՎ հեռուստալիքի Նովոսти 24 часа հաղորդման ժամանակ ռեպորտաժը հրապարակվել հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասին։ Նյութում պատմում է, թե ինչպես են աշխարհահռչակ երաժշտին փոխանցել Stradivarius-ի 16 միլիոն դոլար արժողությամբ ջութակը 10 տարվա օգտագործման ժամկետով։ Այն աշխարհի ամենալեգենդար երաժշտական գործիքներից մեկն է, որը ստեղծվել է 1723 թվականին, կրում է Կիզիև եթեր, անունը ի պատիվ իր նախկին տերերից մեկի։ Գործիքը ձեռք է բերվել աջորդով եւ հանձնվել հայ երաժշտին որպես աշխարհի լավագույն ջութակահարներից մեկի։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին օրենքն ուժի մեջ կմտնի ավելի շուտ, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախատեսված էր, որ այս կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, իսկ նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ եւ որոշում են կայացրել, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026-ի հունվարի 1-ից, ասել է Փաշինյանը։ Ավելի վաղ ՊՆ-ն առաջարկում էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը դարձնել 18 ամիս 24-ի փոխարեն։ Նախատեսում էր, որ ընդունելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից, 6 ամիս կրճատված ժամկետով ծառայությունը չէր տարածվելու հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին, հայտարարել է վարչապետի խոսնակ Նազերի Բաղդասարյանը։ Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում։ Վաշինգտոնում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ, նշել է Բաղդասարյանը։ Աստանայում Ղազախստան-Ադրբեջան միջպետական խորհրդի նիստի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չեղարկել է Հայաստանի Հանրապետության ապրանքների տարանցման արգելքը։ Առաջին տարանցիկ բեռը կլինի Հայաստան առաքվող ղազախական ցորենի խմբաքանակը, ասել է Ալիևը։ Ժնևում անցկացվող միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում տեղի ունեցել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Նրանք ողջունել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Զրուցակիցները ընդգծել են կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդման ուղղված քայլերի իրագործմանը, ասված այս մասին հաղորդագրությունում։ ԱՄՆ հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է արվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հաղորդագրության համաձայն նրան կարգալույծ հռչակելու համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը, ինչպես նաև պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։ Ըստ հայտարարության Տեր Արամ Քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է հայ առաքելական եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին, անտեսելով թեմակալ առաջնորդի հորդորներին ու հրահանգներին, հարատևել է կարգազանց ընթացքի մեջ։ Վերջին 1 ամսվա ընթացքում պատարակներին կամայականորեն զեղչել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը, այդ քայլով ըստ էության իրեն դուրս դնելով եկեղեցուց։
Բագրատաշենի անցակետի մոտ ավելի քան 200 բեռնատար էր կուտակվել։ Բեռնատարներն անցնում էին դեպի Հայաստանի Հանրապետության անցակետը եւ այդտեղ հայ վարորդները, որոնք երեկվանից այդտեղ բողոքի ակցիա էին իրականացնում, փակել էին ճանապարհը։ Այս ակցիայի պատճառով հնարավոր չի եղել մուտք գործել Բագրատաշեն նոյեմբերյան խաչմերուկից այն կողմ դեպի Հայաստան։ Բեռնատարների վարորդները պահանջում են Ռուսաստանի հետ համաձայնության գալ, որպեսզի գոնե մինչև ուրբաթ օրը հնարավորություն ունենան անարգել մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք եւ առանց արտաքսման հնարավորության վերադառնալ Հայաստանի Հանրապետություն։ Նրանք այս նույն պահանջով վերջին օրերին ցույց էին անում կառավարության շենքի դիմաց։ Երևան-Երաս ավտոճանապարհին այն թափի կամրջի մոտակայքում բեռնատար է շրջվել։ Կանտուժացներ եւ զոհ տեղեկությունը հայտնում է Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Ford Magnus-ի բեռնատարը դուրս եկել ճանապարհի երթևեկերի հատվածից, հայտնվել Դաշնամիջյան հատվածում եւ շրջվել։ Վարորդը մահացել է, իսկ երկու ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով եւ տեղափոխվել բժշկական կենտրոն։